Տերմինալը բացելու համար գանք ստեղ մեր այս բանի մեջ, search-ի մեջ գրենք, ու ես Windows-ով եմ անելու, մեծամասամբ որտեղ բոլորի մոտ Windows-ա, ու մոտ կամ Mac-ա, կարելի է տենց մի հատ Google-ելով զոտ համարժեքներ գտնել էլի, եթե չկստացվի, կարեք ինձ գրեք։ Գանք ստեղ գրենք տերմինալ ու կբացի ինքը ստեղ մեր մոտ, ու կկախի ինքը ստեղ մեր մոտ։ Էլի Telegram բացեցի։ Իհարկե կներեք ժողովուրդ չեմ հասկանում խիասոնց անում։ Շա, հիմա պետք է նորմալ երևա։ Աստա ինքը կա կբացի, նաև կարելի է գրել CMD, ինքը կբացի sense command prompt կոչվածը, որը որ էլի տերմինալ է, էլի համարում։ Տերմինալ մենք համարում ենք ոնց որ, հա, կներեք մի անգամից անցա թեմային։ Այսօր ոնց որ մենք անելու ենք որոշ բաներ, որոնք որ sense կարանք այս հենց այս ինտերֆեյսից օգտվելով անենք, օրինակ բացել մի հատ ինչ-որ պապկա, այդ պապկայի մեջ մի հատ ինչ-որ ֆայլ բռնել, անունը փոխել կամ տեղափոխվել ինչ-որ ուրիշ տեղափոխել ուրիշ տեղ եւ այլն, բայց ընդհանուր առմամբ ոնց որ ամեն ինչ որ հիմնականում տենց լուրջ բաները աշխատում են առանց ինտերֆեյսի, տենց սերվերներ բանման որ նայենք, ասենք ինչ բան եմ բացատրում։ Իհարկե հա հաճախ մենք կարող է գործ ունենանք ինչ-որ տեղ, որտեղ որ մենք ուղղակի չենք ունենալու էկրան ընդհանրապես։ Այդ ժամանակ լինելու է մի հատ այսպես տերմինալ կոչվող կամ command prompt հրամանների դաշտ կոչվող մի հատ տիրույթ, որտեղ որ մենք արդեն խոսելու ենք այն լեզվով, որը որ ավելի մոտ է կոմպի լեզվին, մի քիչ ավելի մոտ։ Այն տեսանկյունից, որ երբ որ մենք օրինակ ուզում ենք մի հատ ինչ-որ ֆայլ բռնենք, ջնջենք, համակարգիչը աշխատացնում է del ֆայլի անուն հրամանը, մենք հիմա այդ հրամանը գրելու ենք, ոչ թե մտնենք ու տերմինալ, մտնենք ու բան ինտերֆեյսից ջնջենք։ Մոտավորապես այդպես բաներ ենք անելու, էլի, այսինքն կոմպի հետ մի քիչ ավելի դույով աշխատել ենք սովորելու, դեռ տերմինալը ինքը հենց բուն Python-ի բան չի իհարկե, ինքը ուղղակի այս բանը որ ծրագրավորողը պետք է իմանա, ուզի։ Նաև այդպես բան GitHub-ն է, ու ես GitHub-ի հետ կապված ձեզ նյութեր կուղարկեմ, հայերեն նյութեր են, ու խորհուրդ կտամ բոլորին, որ նայեն, էլի, որտեվ GitHub-ն էլ է նույնպես կարևոր։ Ես չարեցի, ես չեմ բացատրում GitHub-ը, որտեվ ոնց որ այդ վիդեոները որ նայում էի, զգում էի, որ ես ավելի լավ չեմ կարողանա բացատրեմ, իմ մոտ այդքան լավ չի ստացվել բացատրել մի անգամ, ու այս անգամ էլ ոնց որ այդ վիդեոն ոնց որ թե ինձ լավ է բացատրում, ոնց որ ուղղակի վիդեո եմ ուղարկելու էլի, բայց եթե հարցեր լինի, կարանք հետո նայենք միասին իհարկե։ Հավես որպես ներածություն, ոչ մեն 10-ը խառա, մի հատ էլ ես եմ փաստորեն խառը խոսում։ Դերավ, եկեք անցնենք մի քանի հատ հրաման սովորենք։ Շատ են հրամանները, ես ուղղակի ուզում եմ կիսվեմ նրանցով, որոնք որ զգացել եմ, որ բավականին հաճախ են օգտագործվում, էլի, օրորի կյանքում մեծամասամբ ծրագրավորողի։ Դերավ, առաջին հրամանը, որը որ հաճախ այդքան էլ օգտակար չի հենց տերմինալի հետ, բայց եթե ծրագրով աշխատենք ու մեզ պետք լինի իմանալ ինչ-որ հասցե բան, այդտեղ բավականին օգտակար է, ինքը էս PVD-ն է։ Եթե աշխատացնենք, տեսեք ինչ է տպում։ Տպում է, ասես գրում է path հասցե։ Ու գրում է այս նույնը ինչ ստեղ է, սա նշանակում է, որ մենք հիմա գտնվում ենք այս C պապկայի կամ folder-ի users ենթապապկայի hike տակի գծիկ ենթապապկայում։ PVD բացվում է սենց point working directory, այսինքն սենց մատով ցույց տու, թե որն է այն պապկան, որի մեջ որ աշխատում ենք հիմա։ Directory-ին կարող որպես պապկա թարգմանենք, էլի։ Ահա։ Հիմա եթե ուզում ենք ստեղից գնանք, մի բան որ կարանք գրենք այդ cd-ն է, որը որ նշանակում է change directory, ու գրենք change directory դեպի օրինակ OneDrive։ Ահա, այսպես որ սխմենք, ու մենք կարանք sense գրենք cd, գրենք ինչ որ v-անը սկսենք գրել ու սխմենք tab-ին, ինքը մեզ միանգամից առաջարկի շարունակությունը։ Ինքը մեզ, հավայ, արդեն OneDrive-ի մեջ եմ, դրա համար չի կարողանում առաջարկի։ Սենց գրենք ստեղ CD, desktop, սենց գրենք DE ու ինքը առաջարկի desktop, սենց հերթով առաջարկելով գնա։ Կարան գրենք մի հատ էլ CD desktop, հիմա եթե ուզում ենք հետ գնանք ինչ որտեղ, գրում ենք CD ու երկու հատ կետիկ։
Ահա, սրանով հետ եկանք։ Մի հատիկ էլ օրինակ, եթե ուզում ենք հետ գանք, կարող ենք գրենք cd կետիկ, ու հիմա եթե ուզում ենք գանք օրինակ միանգամից հենց desktop դեպի, կարող ենք գրենք cd OneDrive, այս գծիկից ու desktop, ինքը միանգամից մեզ կբերի այդտեղ։ Այսինքն երկու պապկա թրծրեց, կարող ենք ընդհանուր գրենք, հենց կոնկրետ որտեղ ենք ուզում գնանք, ոչ թե քայլ առ քայլ դա նշենք։ Մի հատ սուս մնամ, ինչ կասեք, ինչ որ հարցեր, մարցեր, օքեյ է, օքեյ չի։ Իմ մոտ սենց բաներ բացատրելու փորձը բավականին քիչ է, դրա համար շատ հավանական է, որ վատ բացատրեմ էլի, դրա համար եթե ինչ-որ բան զգաք չեք հասկանում, այդ հավանաբար իմ բացատրածից է էլի, ոչ թե դուք ուշադիր չէիք կամ ինչ-որ բան, այտենց տեղը բռնեք միանգամից ասեք էլի։ Լավ, այստեղ մի հատ սենց նկատառում, որ սենց եթե գրենք PVD, ինքը ցույց է տալիս, որ հասցեն մեր հիմիկվա, էսա է, C users hike tag-ի գծիկ OneDrive ու desktop, բայց եթե այստեղ նկատենք, մենք գրեցինք ուղղակի CD OneDrive desktop, ինքը մեզ բերեց հենց այստեղ։ Ոնց է սա արվում, այս հասցեները, փաթերը լինում են երկու տեսակի։ Մեկը կոչվում է absolute, բացարձակ հասցե, մեկը կոչվում է relative, հարաբերական հասցե։ Դա նման է նրան, որ օրինակ հարցնեք ասեք. «Հայկ, դու հիմա որտեղ ես»։ Ես ասեմ. «Ես հիմա երկիր մոլորակի կամ ծիր կաթիլ բանի հարմակարգի երկիր մոլորակի այս բանի այս երկրի, այս քաղաքի, այս փողոցում եմ եւ այլն եւ այլն եւ այլն»։ Այտենց հստակ սկզբից մինչև վերջ ծերից ծեր իմ հասցեն ասեմ։ Դա կոչվում է բացարձակ աբսոլյուտը։ Իսկ ռելատիվը այն է, որ ասեմ դե ոնց որ սաղս է Հայաստան ենք, Էլխի դնեմ այդ ծիրկաթին, երկիր մոլորակ, Հայաստան, այդ ամեն ինչը ասեմ։ Կարամ ուղղակի ասեմ ես հիմա Երևան, այս բանում եմ, այս տարածաշրջանում եմ։ Այդ արդեն ռելատիվն է, որ հաշվի ենք առնում մեր հիմիկվա դիրքը, որ ասենք մեր նոր դիրքը, որտեղ որ ուզում ենք գնանք։ Այստեղ մենք հաշվի ենք առնում, որ մենք արդեն այս users hike folder-ի մեջ ենք։ Դրա համար ասում ենք ուղղակի գնա OneDrive desktop։ Դրա համար ինքը գայսեր ստեղ էր հասնում։ Էլ կարիք չէր լինում լրիվ ծերից ծեր գրելու։ Պատկերացեցիք ժողովուրդ։ Yes, հա։ Okay, մերսիներ։ Դե լավ, եկեք մի հատ գնանք նախապես պատրաստած folder-ի մոտ։ Ահա, այս սրա մեջ գործանենք։ Եթե ուզում ենք տեսնենք ինչ-որ պապկայի պարունակություն, գրում ենք dir directory բառից, ինքը մեզ այսպես ցույց է տալիս։ Ահա, ցույց է տալիս, ուստեղ կա ուրիշ folder-ը անով folder, ուստեղ կա panir.txt ֆայլը, ես ոնց հասկացա, որ սա folder-ը, այս folder-ը ասելս դիրեկտոր է, էլի, դիրեկտորիան մի քիչ ավելի ճիշտ տերմին է։ Նախ նրանից, որ ստեղ իր երկարությունը չկա գրած, երկրորդն էլ այս ձախից, ստեղ գրած է d, այսա հուշում է, որ ինքը directory է, դիրեկտորիա է, չգիտեմ ոնց ասեմ։ Մի խոսքով, ու ստեղ էլ որոշիչ ինֆորմացիա նրա տալիս, վերջի անգամ երբ այն ինչ-որ բան փոփոխվել է դրա մեջ, ու երկարությունը բիտերով իրեն ինչքան է։ Այս մեր dir-ներ, ինքը ուրիշ տեղ կարող լսեով հանդիպեք, ստեղ list բառից է գալիս, այս len, ցուցակով ասում է ինչեր կա, էլի, այստեղ համ dir-ն է աշխատում, համ listen։ Բայց ավելի գլոբալ տենց հիմնական աշխատող բան այդ listen-ը։ Ավելի գլոբալ ասելս նկատում եմ Linux-ի վրա օրինակ, որ ավելի հաճախ է օգտագործվում ծրագրավորելիս էլի։ Դե լավ, հիմա եթե ուզենանք սարքենք ինչ-որ դիրեկտորիա, ուզենանք սարքենք make դիրեկտորիա dir, կարող գրենք dir ու գրենք ինչ-որ բան, folder-ի անուն, folder-ի անուն։ Ինքը sense բան ցույց տալիս, հիմա եթե գրան կանչենք էլի լսը, կտեսնենք, որ ստեղ ավելացավ այս folder-ի անունը։ Էսա 7-19-ը, հենց նոր ավելացավ։ Ու կարանք կարճ նաև գրենք ուղղակի md, mkdir-ի փոխարեն, գրենք md, ուստեղ նկատեք, եթե գրեմ md օրինակ, ինչ-որ անուն, ազգանուն, տենց ինչ-որ folder ուզենամ բացեմ, sense գրեմ, ինքը կխառնվի իրար, որովհետև այստեղ բացատ է տեսել ու հիմա մտածում եմ, սա ինչ-որ անունը մի հատ առանձին հրաման է, ազգանունը մի հատ ուրիշ հրաման է։ Sense դեպքերի համար կա պետք է դնենք, որ չպարունակի իր մեջ բացատ, կամ էլ դնենք ճակերտների մեջ, այսպես։ Հիմա եթե լսա անեմ, այսպես պատմություն եղավ։
Ստեղից ինչ որ հարցեր ժողովուրդ։ Հիմա անկապ ֆոլդերներ սարքեցինք, ոնց կանք իրենց ջնջենք, կարան գրենք ստեղ ուղակի։ Ստեղ եթե միջայից բացեմ, կտեսնենք, որ արդեն Էսա, նույնն էլ ինտերֆեյսով կտեսնենք այս մեր եղած ֆոլդերներով ամեն ինչը։ Մեկ էլ մի հատիկ էլ բան ասեմ, եթե ուզում ենք տերմինալ բացենք, կարանք ինչ որ մի հատ տեղ միանգամից տերմինալ բացենք, կարանք այս հասցեի վրա գրենք ու գրենք ստեղ cmd, տեսեք ինքը միանգամից ճիշտ դիրքում բացեց իրան։ Այս էլ բավականին հարմար բան է, որ ես շատ ուշ եմ սովորել, դուք գոնե շատ ուշ չեք իմանա սրա մասին։ Այսինքն այս հասցեի դաշտում գրեցի cmd ուղղակի։ Նա, Միխասկով։ Հետ գանք։ Եթե ինչ որ անկապ բան եմ սարքի, ուզում եմ ջնջեմ, կարամ գրեմ ստեղ del ու օրինակ ասեմ ստեղ։ Ու իմիջից եթե ուզում եմ միանգամից առաջարկներ տեսնեմ, էլ չգրեմ անուններ, կարամ tab-ին սխմեմ, ինքը ինձ հերթով կբերի այդ ֆոլդերները։ Կարամ ընտրեմ այս անազգանունը, եթե ls անեմ, տեսեք էլ չկա ինքը։ Այս էլ ոնց որ delete-ը, հետո ոնց կարանք ինչ որ բան կոպիա անենք, օրինակ այս panir get-text-ը բերենք այս մեր ֆոլդերի անունի մեջ, եթե գրանք այս մեր ֆոլդերի անունի մեջ, ֆոլդերի անուն տարածքալը, ինքը դատարկ է, այսա ոչ մի չկա։ Հետ գանք։ Հիմա այս panir get-text-ը եթե ուզում ենք copy անենք դրա մեջ, կարանք sense copy բառից, որը panir get-text-ը, որտեղ ֆոլդերի անունի մեջ, ֆոլդերի անունում որտեղ մի հատ ֆայլ պետք է ունենք, չէ՞, ասենք բան նոր ֆայլ, օրինակ get text։ Սենց որ գրեմ սխալ կբերի, ինչի։ Մի վարքան։ Հա, այսենց մի վարքան։ Հա, այս գծիկը ավելորդ էր, հա, ներողություն, այս որ tab-ը իսկում է հետը բերել էր ու թողել էի տենց էլ։ Այսենց այս բանների get text-ը ֆոլդերի անուն, որ copy արեցինք, հիմա եթե ու նաև այդ հենց ֆայլի անունը նշելն էի սխալ արել։ Հիմա եթե գանք այս մեր ֆոլդերի անունը ու ls անենք ու dir անենք, մի բան են չգնաց։ Մի վարքան կներեք։ Հա, մի վարքան։ Նայեք ժողովուրդ ինչ են չգնաց։ Ես ստեղ գրելուց իրան ճիշտ ոնց որ ֆոլդեր բառը ճիշտ գրեցի, ինքը դրա համար սարքեց միանգամից ստեղ ֆոլդերի անուն կոչվող բան։ Այսինքն այստեղ սարքեց folder անուն file, որը էլի տեսակ 16 երկարություն, նույն ֆայլն է, ինչ է spanner get text-ը, դրա համար խառնաշփոթ եղավ էլի։ Ես պետքա գրեի ստեղ cd folder-ի անուն, ոնց որ տարածքալը հետ սխալ չարեցի, դրա համար սխալ գնաց էլի ոնց որ պատկերացրեցիք ժողովուրդ ինչ եղավ, այս copy բանը պարզ էր, ոնց որ գրում ենք ինչը ու որտեղ տանել էլի։ Դե լավ, ֆայլի անունը եթե ուզում ենք փոխենք, օրինակ այս folder անունը փոխենք, դարձնենք մի հատ folder անուն get text, այդտեղ կարանք աշխատացնենք ren հրամանը rename բառից։ Գրենք panir get text ստեղ, գիտնավսեկի սահանը ու հաջորդն էլ օրինակ հա ներողություն folder-ի անունն ենք, չէ՞ ուզում փոխենք անունը։ Գրենք folder-ի անուն cd ren։ Գրենք թե ինքը դառնա folder-ի անուն get text։ Սա որ աշխատացնենք ու նայենք մեր ֆայլերը, տեսնենք, ահա, սրա անունը փոխվեց։ Այս էլ մեր rename-ներ։ Հիմա մի քիչ ծանրաբեռնված դառավ այս ամեն ինչը, լիքը հրամաններով բանով, այս տերմինալ եթե ուզենանք մաքրենք, կարանք կանչենք cls հրամանը իրան clear բառից ու всё, ինքը կջնջի նախկինում եղած ամեն ինչը։ Մի հատ էլ stop տամ, ստեղ ինչ որ հարց կա։ Լավ։
Եթե ուզում ենք ինչ-որ մի հատ տեքստ հավավել, այստեղ եղած ինչ-որ մի հատ տեքստ լցնենք մի հատ ինչ-որ ֆայլի մեջ, օրինակ այստեղ գրած է բարև, մենք ուզում ենք այս բարևը save անենք ինչ-որ ֆայլի մեջ, գրելաձևը հետևյալն է, այս մեր տեքստից հետո դնում ենք մեծի նշան ու գրում ենք մեր ֆայլի, օրինակ գրենք մեր բան, text, շատ վատ ամատասաններ դնելով, բայց հիմա որ լսա անենք, տեսնենք ստեղ ավելացավ text, որտեղ գրած է բարև։ Նենց զուգադիպեց, որ էլի 16 է երկարությունը։ Հիմա եթե ուզենանք տեսնենք, թե ինչ է գրված այս մեր text ֆայլը, կարող ենք գրենք սենց։ Գրում ենք type, այսա ճիշտով ասեմ, չգիտեմ խի անուն type հրամանի, եթե ինչ-որ մեկը իմանա, կարող կկիսվեք, ու գրենք type text, տեղ ցույց տա, որ գրած է բարև։ Այս էլ է բավականին հաճախ էլի, մենք պետք է կողբան, որ առանց ֆայլը բացելու միանգամից պարունակությունը տեսնենք։ Ընդե հետո ուրիշ տենց կոդ փոփոխելու բաներ կան, որ կարելի է հենց տերմինալով սկսել ֆայլի վրա աշխատել, փոխել բան անել, բայց այդ vim emacs տենց եթե բառեր հայտնի ծանոթ են, բայց դրա մասին չենք խոսա, էլի, այդ պրոստը գիտություն։ Ոնց որ էսել type-ը, եթե ինչ-որ հրամանից օգնություն ամես պետք, կարան գրենք Python-ի պես help ու գրենք օրինակ type, ինքը մեզ կբերի օգնություն, թե գրելաձևը ոնց է, ինչեր է ընդունում, եւ այլն։ Այս էլ ոնց որ help-ը, երկու բան էլ ասեմ, որ ոնց որ նաեւ ինչ որ այս թեթև բաներ ենք նայում, բայց ինչ որ տեն ուժեղ բան էլի, որ կարելի է նայել, օրինակ կարելի է գրել sense task list, մեզ կբերի այն բոլոր սերվիսները, որոնք որ այս բանին աշխատում են, օրինակ Discord-ը մոտս բացած, Discord.exe-ն է աշխատում, Telegram.exe-ն է աշխատում, Python-ը եւ այլն եւ այլն։ Ու այս PID-ն այդ իր բանն է, հատուկ անունը, թե ամեն մի աշխատող ծրագրի անունը, ու կարան գրենք նաեւ task kill ու ID-ն գրենք իր, ինքը բռնի սպանի այդ process-ը, ինքը էլ չաշխատի, էլի։ Էս էլ է բավականին օգտակար բան, ուղղակի ինչ որ մի քիչ ավելի լուրջոտ բաներ անելուց էլի, սենց ասած, երբ որ արդեն սերվերի վրա ենք, ինչ որ բան աշխատացնում ենք, եկել է ինչ որ memory-ն է լցվել կամ եսիմ ինչ ա եղել, պետքա կոմպը կախել է, մեկնիկը չի աշխատում, երբեմն կարա փրկի պրոստը task kill-ով մի ձև սպանել ինչ որ բան, որ կոմպը հետ վերադառնա։ Կամ էլ եթե սերվերի վրա ենք ու էկրան չունենք, էլի նաև։ Լավ, էդ էլ էդ։ Ինչ որ հարցեր ժողովուրդ։ Դե լավ, ուրեմն գանք մեր սովորական ոճով դասին։ Ես ձեզ բանի նյութերը կուղարկեմ, GitHub-ի նյութերը կուղարկեմ։ Էդս ցանկությանով կուզի թող սովորի, GitHub-ը ինչ է, մի անգամ թեթև ոնց որ թե նշել եմ, չեմ սխալվում։ GitHub-ը այդ գործիք է, որը որ թույլ է տալիս շատ մարդկանց կամ թեկուզ մի հոգու էլ աշխատել ծրագրավորման պրոյեկտների վրա, մեծամասամբ ծրագրավորման։ Իր էությունը նա է, որ ինքը թույլ է տալիս մեզ ղեկավարել կոդի տարբեր վերսիաներ, ինչի շնորհիվ շատ ճկուն ու ուժեղ է դառնում, էլի, մի քանի մարդու կամ թեկուզ մի մարդու գործը նախագծի վրա, որովհետև եթե ասենք 4 հոգի միաժամանակ նույն ֆայլի վրա աշխատում են ու կարան իրան փոփոխեն, ոնց ենք հասկանալու, որ ֆայլն է ակտիվ ֆայլը, որ պետք է ուղարկենք տենց մարդկանց իրանք օգտվեն դրանից։ Ոնց են вообще իրանք այդ նույն ֆայլը փոխելու, ասենք ես այսօր գիշերը մի բան փոխեցի, իմ գոլեգան այս 3 առավոտներ մի բան փոխել, հիմա ինչ որ ուրիշն է մեկը փոխել, մենք տարբեր կոնֆլիկտներ կա, ես փոխել եմ այն ինչ ինքը իր վրից փոխել է, հիմա դե արի այդ սա շիլաշփոթի մեջ հասկացի կամ մի բան փոխել ենք, հետո պարզվել է որ սխալ ենք արել որ դա փոխել ենք, դե արի գթի դա հետ բեր, մի խոսքով, այտենց լիքը գլխացավերի համար գործիք է, կրիտիկական կարևորության գործիք է, էլի ցանկացած լուրջ պրոյեկտում։ Ու իրան իմիջիայլոց ստեղծել է բանը Linus Torvalds-ը, ով որ բանն է, համակարգչերի ծրագրավորման հայրն է, կնքահայրը։ Ինքը Linux-ի ստեղծողն է, Linux-ի միջուկի այդ kernel-ի այդ բանի, որ խոսում է կոմպի հետ, էլի, սենց ասած։ Շատ վատ բացատրեցի, բայց կարևոր չի։ Որի հիմքով որ այնց անտանելի շատ բաներ են աշխատում Linux-ով,
Տերևի ամենակարևոր բաներից է, էլի, այս աշխարհի որ եղել է։ Դաժե օրինակ Microsoft-ը, որ ինքը Windows-ը օգտագործում, իր սերվերները մեկը Linux-ն, էլի։ Ինքս Linux-ն է ստեղծել, գիթե։ Երբ որ տենց Linux-ի վրա նեղվում էր, կարիք կար տենց մի հատ գործիքի, բռնեց ստեղծեց, էլի։ Monster է այդ մարդը, էլի լրիվ։ Դե բնականաբար մենակով չէ, բայց շատ-շատ մեծ դեր ուներ այդտեղ։ Ֆայլերի մուտք ու եթե, չգիտեմ, հույս ունեմ նայել եք էլի նկարագիրը դասի, պլանը դասի այլ ճիշտ։ Ֆայլերի մուտք ու ելքից ենք խոսալու, թե ոնց կարանք ինչ-որ ֆայլեր կարդանք, ոնց կարանք ինչ-որ ֆայլերում բաներ գրենք։ Այս մեր առաջի տենց սրան առաջի դրսի հետ կապն է լինելու, էլի, սենց ասած, մինչև այս մեր կապը եղել է ուղղակի input-ով ինչ-որ բան ստանալ, որ մարդը մտնի գրի։ Իսկ հիմա մենք արդեն կսորենք ֆայլ կարդալ, ֆայլում գրել։ Այս էլ է մի հատ բան, որ ապագայում շատ-շատ ճկունություն է տալու ու էլի նույնպես կրիտիկական կարևորության է, էլի։ Ահա։ Ոնց ենք ֆայլը կարդում։ Նախ պետք է գրենք այս մեր ֆայլի հասցեն, ես այդտեղ մի հատ ֆայլ ունեմ պահած, հեսա այստեղ, anun.txt-ը անունը, հեսա իրան կկարդանք։ Մոտեցումը հետևյալն է, մի հատ նախ միտեղ եկեք հասցեն պահենք իրա, ու ընդունված է ֆայլի հասցեներ կամ ուրիշ նման բաներ, որոնք որ են հիմնականում ուղղակի մի հատ հայտարարվում են ու ամենտեղ օգտագործվում ու չեն փոխվում, հայտարարել լրիվ մեծատառերով։ Փոքրատառով գրենք էլի ոչ մի պրոբլեմ, պրոստը ընդունված պրակտիկա է էլի ու իրանց գրել վերևում։ Սենց ասած գլոբալ փոփոխականներ են իրան կոչվում, այն դրա մասին մի քիչ հետո կխոսանք։ Ու այն նրանք, որոնք որ տենց հենց ֆիքսած բաներ են, ընդունված է սենց գրել, էլի։ Ահա, ֆայլը բացելու համար, որ ֆայլը կարդալու համար գրում ենք ֆայլը հավասար է կամ ինչ-որ բան հավասար է, բացի open արա։ Ինչը այս հասցեում գրվածը path-ը, ստորակետ r։ Այս r-ը գալիս է read բառից, կարդալ բառից, սրա մասին հեսա մենք չտա ալի մանրամասն խոսալու ենք։ Սա եթե աշխատացնենք ու ստեղ print անենք այս մեր ֆայլը, տեսնենք ինչ մի հատ ինչ-որ օբյեկտ է, text IO wrapper, այս IO-ն գալիս է input-output բառից։ Anun.txt-ը, մոդը r-ը, իսկն r տեսակը, մեջի կոդավորումը UTF-8-ը։ Մի խոսքով ինչ-որ ինֆորմացիա տվել։ Հիմա եթե ուզենանք տպենք այս պարունակությունն իրա, պետք է գրենք ստեղ file.read ստեղ որ print անենք սա, ինքը սենց մեզ տալու է այս ֆայլի նկարագրություն, թե ինչա գրված այս ֆայլի մեջ է տեքստը։ Հիմա եթե ուզենանք իրան սենց սիրուն տողարտող ուղղակի տպենք, կամ տողերի վրայով հերթով անցնենք, կարան գրենք սենց, էլի ֆայլը ասար open բան, մի խոսքով, գրեմ ստեղ for line in file, այսինքն ցիկլ պտտվել, ինքը հերթով տպել է իրա line-ը ու տեսնենք ինքը ինչ է լինում։ Լինում է իրականում ստեղ էս ամենտեղ որ դատարկ տող է, ինքը իրականում /n սիմվոլն է, որը հեսա կտեսնենք։ Ուղղակի այս կոլաբը միանգամից սիրուն ձևով է արտացում էլի, բայց սենց էլ կարդացինք մեր ֆայլի պարունակությունը։ Ես մի հատ փակեմ։ Ու եթե ուզենանք ինչ-որ ցուցակով ստանանք այդ ֆայլի բանը, ոչ թե ցիկլ պտտվենք ու տենց միանգամից կորի, այլ հենց ստանանք իր բանը, էլեմենտները, կարան գրենք ստեղ read lines ու ինքը մեզ կվերադարձնի ցուցակ, որտեղ որ հատիկ-հատիկ գրված է ամեն մի տող։ Ու տեսեք ամեն տողից հետո /n-ը, այսինքն նոր տող է իջնում։ Կա տողեր, որոնք որ ուղղակի /n-ին, այսինքն այդտեղ մի քանի տող է ինքը իջել։ Եթե ֆայլը բացեմ, այսինքն մի հատ ֆայլ է, էլի, ստեղ տեսեք երկու տող է բաց թողնվել, ստեղ էս երկու /n-ն է։ Ու տենց։ Ինչա՞ ստե ինչ-որ հարցեր կա, ժողովուրդ։ Դե լավ։ Այս read lines-ը նաև կա read line հրաման, որ կոնկրետ մի հատիկ տող է ուղղակի կարդում, ու ինքը նաև ընդունում է argument, այս առաջի տողն էր, ծաղկած դաշտում, տտտտ։ Ինքը նաև ընդունում է argument, օրինակ կարող գրենք 6, այս 6-ը ինչ է նշանակում, ինքը 6 սիմվոլ ուղղակի կարդաց մեր մոտից։ Հեսա գրենք 2 սիմվոլ կարդաց եւ այլն։ Ու մի հատ sense պահ կա, որ այստեղ կնկատենք, որ ամեն տողում ես նորից պահել եմ այս file avsar open path r-ը, որտեվ որ ամեն անգամ նորից եմ կարդացել, ինչի, որտեվ եթե տենց չանեի, գուցե ինչ-որ խառը բաներ լիներ նրա պատճառով, որ գործողություններ անելուց հետո ֆայլը չենք փակել։
ոնց որ շարից փորձանքից հեռու ընդունված է միշտ կանչել file.close հրամանն է վերջում, որ իմանանք ֆայլում ինչ արեցինք, պրծանք, ֆայլը փակվեց։ Հենց ասած ընդհանուր տեքստի մեջ էլ աշխատելուց, ոնց որ սովորական Word-ով եթե ինչ-որ բան հավաքում ենք, բան ենք անում, լավ կլինի հենց պրծանք, մի հատ save սխմենք, չէ՞։ Մենք օթում տենց բացված միջակում չմնա, որովհետև մարդ ես, հետո եսի ինչ կարա լինի, մի քիչ դժվար է հիմա ճիշտ ասած օրինակ վերեմ, թե ոնց կարա երկու բան գա իրար հատվի ու խանգարի։ Կներեք որ օրինակ չեմ վերում, կարող եմ մտածեմ հետո բերեմ, զուտ չի հասցրել գտնել, կամ մոռացել եմ ավելի ճիշտ։ Բայց մի խոսքով, պետք է միշտ գրել file.close, էլի։ Եթե ուզենանք ինչ-որ օգնող նամակ տեսնենք, թե այս open-ը ոնց է աշխատում, որ նաև անդրադառնանք այս R-ի պահին։ Կանք ստեղան գրենք ու տեսնենք, որ ահա Ստեղ կա մի հատ արգումենտ, որը որ վերևում էր, ես սխալ ասացի։ Ահա։ Character meaning։ Սա այն մեր որ գրել ենք r, այդ դրա մասին է, թե ինչ տարբեր ձևերով, ինչ տարբեր նպատակներով կարանք ֆայլը բացենք, ու նպատակներն են r կարդալու համար ուղղակի, w, ահա, w գրելու համար, բայց եթե գրենք, ոնց որ միանգամից 0-ից բանի վրա են գրում, էլի դատարկ տեղից են գրում։ X-ը նրա համար է, որ ստեղծի ֆայլը ու գրի մեջ է։ Սենց մենք պատրաստին ենք բացում, X-ով բացում ու կարդում ենք։ Ան նրա համար է, որ բացենք, գրենք մեջը, բայց ոչ թե 0-ից տենց դատարկի վրա նոր edge-ից գրենք, այլ ուղղակի բան անենք, ավելացնենք։ Ահա, ու մեծամասամբ այս սրանք են հիմնական օգտագործողները, կա նաև օրինակի համար W գումարած B, չէ լավ, եկեք W գումարած B-ն մի քիչ այդքան էլ լավը չի։ Այստեղ ներքևն էին ներառել։ Հա, չէ, այստեղ չեմ գրել, բայց կարանք օրինակ գրենք R+, ինքը նշանակի, որ համ կարդալու համար է, համ գրելու համար։ Շատ հույս ունեմ, որ չեմ խառնում ոչ մի բան, կներեք, ես դասի մի տեսակ լավ պատրաստված չեմ։ Էս լավ։ Խոսքով էական կտորը հասցրեցի հույսով եմ։ Հիմա մի քանի օրինակի վրա կնստացնենք։ Հիմա այ Ուրացա ջնջեմ սա։ Իսկ հինդասից մնացածա։ Այսա հիմա որ աշխատացնենք ըստ ձեզ ինչ կլինի։ Այսպես։ File open path R ու file get right վիտամին այդ մեջի տեքստի պատճառով։ Ժողովուրդ։ Չի գրի երևի error կտա, հա։ Ահա, հա, շատ ճիշտ է։ Որտեվ իրան գրել ենք, որ մենք բացում ենք կարդալու նպատակով ու իր վրա կիրառում ենք գրելու գործողություն։ Բայց եթե գրենք W, ահա, եկեք աշխատացնենք, ահա, ինքը կաշխատի։ Այս 7-ը որ մեզ վերադարձրեց, դա ուղղակի ասի ինչքան տեղա գրավել, էլի։ Մինչև այս readlines-ը հավանաբար ոչ թե սիմվոլների քանակ, այլ բիտերի քանակ, ուղղակի բռնում է բանի հետ, էլի։ Հենց սիմվոլների քանակի հետ էլ է բռնում։ Բայց 100%-ով վստահ չեմ ճիշտն ասած, կարող է երկարությունը զուտ լինի։ Պետք է մի հատ նայել դա։ Կարամ ճշտեմ նայեմ, եթե ինչ-որ մեկին հետարքի է հետո։ Եթե այստեղ կարդանք, որ մի հատ ինքը։ Հա, լսում եմ։ W-ն որ գրեցիք, այդ ինչ է նշանակում։ Հա, W-ն նշանակում էր, որ կարդալու գրելու նպատակով բացի ֆայլը։ Այստեղի են բանն help մեջի W-ն էր, որ այս երկրորդ արգումենտը ինքը mod կոչվող արգումենտն է, թե ինչ միջոցով, ինչի նպատակով ենք բացում ֆայլը։ Եթե R-ը նշանակում է բացում ենք, որ կարդանք, եթե W-ը նշանակում է բացում ենք, որ մեջը գրենք։ Ու տենց էլի։ Պատկերացրեցի՞ր։ Հա։ Հա։ Լավ հարց էր ապրես։ Ու սա էլ եթե կարդանք սրա վրա read lines, ինքը էլի կտա error, որտեվ գրելու համար չի։ Ահա։ Ուստեղ, բայց եթե սա հիմա էլ բացենք կարդալու նպատակով աշխատացնենք, կտեսնենք, որ հա, ներողություն, file get right չէ, հիմա այսա պետք է աշխատացնենք, շփոթեցի։ Տեսնենք, որ իր մեջ ուղղակի մենակ վիտամին է գրած, որովհետև իրան բացել ենք բանի նպատակով, էլի։ Մեջը զուտ գրելու նպատակով։ Եթե ուզենանք ավելացնենք մի բան, պետք է գրենք այդտեղ a։ Հիմա սա եթե աշխատացնենք, հա, error պետք է գրեի, ճիշտ է։
Մի քիչ անհարմար ասա։ Իրա մեջ եղավ վիտամին, որովհետև երկու վիտամին իրար կողք գրեցինք, էլի։ Այո, որ գրեցինք, ինքը ուղղակի այդ վիտամինին կողից գցեց մյուս վիտամինը, էլի։ Նա ժողովուրդ, ստեղից ինչ որ հարց կա։ Դե լավ, ո՞ս որ պետքա ամեն անգամ ֆայլը փակենք, դրան ուշադիր չլինելու, դրա մասին չանհանգստանալու նպատակով կա մի հատ with կոչվող բան, statement անգլերենով, ինքը էլի մի հատ գործողություն ա, նույն ձև ոնց for-ն ա գործողություն, if-ն ա գործողություն եւ այլն, մենք իրան ոնց որ հենց իրեն տակի աշխատելու պրինցիպները իրական for-ի մոտակա ժամանակները հաստատ չենք ուսումնասիրելու, այդ մի քիչ դժվար թեմա է ու ակտուալ չի էլ հիմա։ Մենք իրան զուտ կօգտագործենք նույն ձև ոնց զուտ օգտագործել ենք for-ը կամ զուտ օգտագործել ենք while-ը։ Կառուցվածքը հետևյալն է, գրում ենք ստեղ with-ի մեջ ենք գրում ես մեր open path error, այդ ինչ պետքա ոնց որ ինչին պետքա վերագրենք մեր ֆայլը։ Ու այն փոփոխականը, որին ուզում ենք վերագրենք, գրում ենք ստեղ հետո as file, գրենք իսկն որպես ֆայլ։ Այսինքն սա նույնն է, ինչ եթե գրենք այսպես ֆայլը հավասար է open ստեղ path ու r։ Բայց ի՞նչն է իր հրաշալին, որ այս with-ի մեջ ինչ գրենք, ինքը այս ֆայլի հետ նույն ձև հանգիստ աշխատելու սովորական ոչ մի տարբերություն չկա, լրիվ նույն ձև աշխատելու է, բայց ինքը վերջում ավտոմատ ֆայլը փակելու է։ Այսինքն այս file get close-ը ինքը միշտ վերջում կցագրելու է այս գործողությունը անելու է, ասենց ասած, էլի։ Պատկերացրեցիք ժողովուրդ։ Այս եթե աշխատացնենք, պրոստը սենսորական աշխատաց, էլի։ Ինչ։ Մի հատ էլ կբացատրեք, ես լավ չհասկացա այդ պահը։ Հա, նայ, այստեղ մի վարքան, մեթոդի անունը անգիր չհիշեմ, բայց մի հատ փորձենք print file get closed, եթե չեմ սխալվում, այսպես էր։ Հա, closed ու այսպես։ Անունը ճիշտ է հիշում, չի սպասում։ Այ ֆայլերը որ բացում ենք, հետո պետքա փակենք իրանց, այդ ընդունված ձև է։ Հիմա այստեղ որ սա գրել ենք, ֆայլը ասար open path ու այստեղ հետո տպենք ինքը փակա թե չէ, այս closed հրամանը դա է տպենք։ Տեսնենք որ գացա false, որտեղ ինքը փակ չի։ Հիմա պետքա գրենք ասենք այս ֆայլը փակի, գրենք file get closed, ու այստեղ եթե տպենք file get closed, կտեսնենք որ փակեց արդեն ֆայլը փակա։ Մինչև այս պահը օքեյ է ամեն ինչ։ Հա։ Հիմա նայենք թե ոնց է արվում, եթե այսպես գրենք, ֆայլը կարդալը այսպես գրենք։ Գրենք with open file as file, այստեղ եթե տպենք այս մեր ֆայլը, կտեսնենք որ ինքը նույն ֆայլն է, այս նույն պատմությունն է։ Ու մի հատ տպենք, տեսնենք ինքը կա թե չէ, կտպենք այստեղ print file get close։ Այս եթե աշխատացնենք, վիտամին, այստեղ բան, այս file get close ավելի ճիշտ։ Մի քիչ շատ է printer-ը մի հատ սա հեռացնենք ու closed սխալ արեցի։ Ինքը false է ցույց տալիս։ Իսկ հիմա եթե այստեղ ուղղակի այս կոդից հետո սրանից գրենք այստեղ file get closed, տեսնենք որ ինքը արդեն դարձել է true։ Ինչի, որովհետև այս with-ը ավտոմատ այս with-ի կտորը հենց բրծել է, ինքը ավտոմատ փակել է ֆայլին։ With-ի կտոր ասելով նկատենք այս with-ի մեջ գրված ու այս էլ with-ից դուրս է, այսինքն with-ը բրծավ, սենց էլ եթե փակենք, այս with-ի մեջինը դուրսինն է։ Ինքը հենց բրծավ, փակում է մի հատ վերջում։ Պատկերացրեցի՞ր։ Հա, հասկացա, բայց այդ with-ը ինչ է նշանակում։ With-ը ոնց որ անգլերենով եթե նայենք, ասում է with այսինքն սրա հետ, այս open file path-ի հետ, որպես file արա սրանք, բայց տեխնիկական ինքը ոնց որ բան է, չեմ ուզում պրոստը տերմիններ կրակեմ, իրան context manager են անվանում, ինքը մի հատ հատուկ օբյեկտ է,
որին որ դու սահմանում ես, թե ինչ պետք է արվի մինչև ծրագիրը աշխատացնել սկսելը, ու ինչ պետք է արվի ծրագիրը աշխատացնել սկսելուց հետո։ Այսինքն այս with-ի համար սահմանված է, թե with-ի մեջ մի հատ ինչ-որ կոդ է գրած, ինքը սկզբում այս կոդը չի աշխատացնում։ Ինքը աշխատացնում է մի հատ ուրիշ կոդ գրած է, թե ինքը պետք է անի ինչ։ Հետո ինքը աշխատացնում է այս կոդը, որ գրած է մեջը։ Հետո ինքը աշխատացնում է մի հատ ուրիշ կոդ, որ էլի իր մեջ ծրագրավորած է, որ ինքը պետք է աշխատացնի։ Մենք այդ ամեն ինչը չենք տեսնում, մեր համար ինքը որպես մագիա է աշխատում, բայց with-ով ինքը որպես մագիա վերջում փակում է այս ֆայլը։ Իրականում դա այս open-ից է գալիս, այս ֆայլում է գրած էլի, որ սա կփակեսի վերջը։ Այդ with-ը տարբեր բաների հետ է կարելի օգտագործել։ Պատկերացրիր մտավոր, թե ավելի խառնեցի։ Չէ, դες մոտավոր հասկացա ինչա։ Իրան կարաս ուղղակի sense պատկերացնես, որ եթե տեսնում ես ինչ-որ տեղ with ու իր մեջ գրված է ինչ-որ կոդ, ուրեմն իմացի, որ հնարավոր է այս կոդից բացի նաև աշխատում է ինչ-որ կոդ իրանից առաջ կամ հետո։ Իսկ մեր նպատակով զուտ հերիք է իմանալ, որ եթե գրած է with open ինչ-որ մի բան, ուրեմն իմացի, որ վերջում աշխատում է այդ ֆայլը փակելու հրամանը։ Այսինքն առանց մեր փակելու վերջում սեսլենից ավտոմատ փակվելու է։ Դե նա այստեղ գրած չկա այս file.get close-ը, բայց եթե տպում ենք file.get close-ը, ինքը արդեն true է։ Ինքը հենց նրա համար է, էլի, որ չփորձես հիշել իրան փակել։ Իմանաս ինքը ինչ պետք է սիրուն ձևերով ամեն ինչ կանի, էլի։ Սա օգտագործվում է, եթե ինչ-որ տվյալների բազայի է պետք կպնելու այդ բազայից ինչ-որ բան կարդալ, որ հետո այդ միացությունը այդ բազայի հետ օրինակ վերջում անջատվի։ Միշտ միացած չմնա այդ կապը։ Ու անջատվելուց ոնց որ ոչ թե մեր գրած ուժուր կոդը լինի, այլ ամենալավ, ամենաճիշտ կոդը, էլի, որ ուրիշ ծրագրողներ են գրել։ Ինքը տենց բաների համար է շատ հաճախ օգտագործում էլի այդ with-ը։ Բայց էլի լիքը բաներ է կարելի է հետ անել, էլի։ Ուղղակի ես տենց լավ հետոյվա թեմա է, էլի։ Вообще ինտրոյի բան չի, էլի։ Բայց կանենք ինձ թվում է իմ պլանավորելով կանենք sense բաներ մենք։ Հա, ինչ որ հարցեր ստեղից ժողովուրդ։ Մի հատ հարց տամ էլի։ Ահա։ Ստեղ մենք որ գրել ենք with open path, path-ը մեր ֆայլի անունն է, չէ՞։ Հա։ Հիմա տակնել որ գրել ենք for line in file։ Ահա։ Ինքը այսինքն որ with-ի մեջ է, դրա շնորհիվ հասկանում է որ line in file-ը էդի path ֆայլն է։ Չէ, նայ ինքը այդա հասկանում է այս բանի շնորհիվ, որ այստեղ գրած է as file, նշանակում է, որ այստեղ գրվածը, այստեղ գրվածը, այս սրա արդյունքում ինչ ստանա, սպահի ֆայլ փոփոխականի մեջ։ Սա նույնն է, ինչ գրենք sense, էլի։ Ֆայլը հավասար է open path ու r, էլի։ Ինքը այս as ֆայլի շնորհիվ է, որ տենց հասկանում, էլի։ Այս փոփոխականի անունն է պրոստը, էլի։ Հասկացա։ Շատ լավ։ Հա, քեզ էլ լավ հարցեր։ Էլի այս ֆայլերի թեմայից ինչ որ հարց ժողովուրդ։ Մի փոքր մտածեք ինչ որ հարց կա թե չէ։ Իսկ կլինի մեր profound-ի ինտրոյի մակարդակի վերջին տնայինը, եկեք բացեմ ամեն դեպքում։ Կլինի այս 19-րդ բաժինը, ֆայլերը, ինքը 10 հատիկ վարժություն է, որոնք որ արժի անել, որ մի հատ նորմալ մարսվի էլի այս նկարագրածս։ Ինձ թվում է առանց տնայինի բավականին հեշտ կմոռացվի էլի, հատկապես այսօրվա դասը։ Ու նաև կխնդրեմ բան անեք, էլի, այստեղ էս մնացած ամեն ինչը բան անեք, բացերը ձեր լրացնեք, այս ներդրված ցիկլերը ըստ ցանկության, այս 10-ի 12-ը ըստ ցանկության,
այս ներդրված ցիկլերի ներողություն list compression-ների վերջինները էլի այս ցանկությանն է, ոնց որ եթե ժամանակ ու հավես կունենաք, արեք, բայց այն մնացածը ահագին լավ կլինի, էլի որ անեք, ահագին կարևոր կլինի։ Դրա համար խնդրում եմ փորձեք այս բացի այս սրանից 10 հատիկ է, էլի, այս մեկը այդքան է շատ չի։ Նախորդների պարտքերն էլ փակվել, էլի։ Իսկ մենք սրանից հետո նաև գնալու ենք արդեն դեպի բան։ Այս միջին մակարդակի դասընթաց, միջին մակարդակի տնայիններ։ Հա։ Ու եթե ինչ-որ մեկը հանկարծ լրիվ բրծնի ամեն ինչ, տնայինները profound-ից, կարաք ինձ ասեք, այս advanced functions-ից արդեն որոշ բաներ կա, որ բացատրել եմ, կարամ ասեմ, ստեղից էլ տնային անեք, էլի արդեն, եթե հանկարծ տենց հրաշք կլինի, էլի, լրիվ բրծած լինեք տնայինը, այն կովերցուլիկների պրոյեկտ իմանաք, թե ինչ է կարելի, չիմանաք ինչ է կարելի անել, շատ ուրախալի բան կլինի։ Հերավ։ Այստեղից հարցեր ինչ-որ կամ տնայինի հետ կապված ցանկացած բան մի խոսքով։ Առանցով եթե գրենք ու ֆայլի մեջ data լինի, այդ data-ն ջնջվում է ավտոմատ։ Եթե ինչ գրենք, Write-ով եթե գրենք, add չանենք էլի write-ով գրենք։ հա, write-ը կգրի, ուղղակի այն ինչ եղել է արդեն կջնջվի։ Հա, Այդ է տխուրը, էլի։ հա, այդ է ուզում ասել։ Ինքը լավ է այնպես դեպքերի համար, եթե օրինակ ամեն անգամ ծրագիրը աշխատացնում ենք, ու ինչ որ հենց այդ աշխատացնելու մասին ինֆորմացիա ենք պահում իր մեջ, այսինքն փոփոխական է սրա հետ հավասար, հետո սա դարավ, հետո այն դարավ, ուզում ենք այդ սաղ միտեղ պահենք, որ գտնենք ինչ որ սխալ օրինակ իր մեջ կամ չգիտեմ։ Այդպես դեպքերի համար լավ է գրել W, որ ամեն անգամ զուտ ամենաթարմը լինի։ Մեզ պետք չի նախորդ անգամներից հետո մեր ծրագիրը փոխել ենք։ Այդպես դեպքերի համար օրինակ W-ն շատ լավ է։ Բայց ընդհանուր ինքը բավականին ռիսկային է, էլի, ու կարևոր է, էլի, շատ հիշել, որ այս W նշանակում է բան, կարդալ ֆայլը։ Ես անկեղծ ասած, որ այս դասին նախապատրաստվում էի այսօր, այս աշխատացրեցի W-ով, ոնց որ run-ը տվեցի, այս կոդը շուտ էի գրել, հերթով աշխատացնում էի, գրեցի ու բան, հետո այս readlines-ը կարդացի, ասեցի, վայ, բա ուր է, այն հրաշքի երգի տեքստը ուր է, ու տենց ոնց որ ես էլ ընկա էլի այս W-ի բանի մեջ, թակարդի մեջ։ Իրան պետքա զգուշ լինել, որ հանկարծ չբռնի մաքրի սաղ մեր կոդը, սաղ մեր տեքստը ավելի ճիշտ։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Դե, բարի։ Հաջորդ թեման այդ մի հատ փուճուրիկ թեմա է, որը որ ես իրականում պետքա ավելի շուտ ասեի, պրոստը ինձ անկեղծ մտքից թռել էր այդ բանը, profound-ում է դրա մասին, որ նյութու տնային չկա, չէի ֆիքսել, որ վայ տենց բան կա, մի քանի օր առաջ եմ ֆիքսել էլի, որ վայ սա չեմ բացատրել, ոնց որ հետ են գնում ինչ-որ հին թեմաներ, այդ բուլյաների հետ կապված մի հատ բան է լինելու, բայց մենք իրան արդեն կնայենք այս մեր թազա անցած գիտելիքների պրիզմայով, ահա, any ու all հրամաններն են, any նշանակում է ինչ-որ մեկ, all նշանակում է բոլոր, եկեք միանգամից օրինակի վրա հասկանանք, թե իրանք ոնց են աշխատում, այս any-ի մեջ եթե տանք մի հատ ցուցակ, տարբեր էլեմենտների, օրինակ ստեղ false, false, true, հիմա սրա մեջ, կարք սենց պատկեսնեք, կա 3 հատ պնդում, մեկը կեղծ է, մեկը ճշմարիտ է, հիմա any ու այս ամեն ինչը այս 3 պնդում, այսինքն գոնե մեկը ու այս 3-ը, ոնց որ ասում է գոնե մեկը ճշմարիտ է ստեղից։ Այդ հարցին է պատասխանում any-ն։ Սա որ աշխատացնենք, այստեղ գոնե մեկը կա որ ճշմարիտ է, այս true-ն ճշմարիտ է։ Սա որ աշխատացնենք ինքը կտպի true։ Եթե սրա մեջ լիներ բոլորը կեղծ, օրինակ սա էլ false լիներ, ինքը արդեն կտպեր false։ Եթե օրինակ դատարկ ցուցակ լիներ ուղղակի, դատարկ ցուցակը ոնց որ ավտոմատ false է, ու any false, ամեն ինչ false է, կտպեր ինքը ստեղ false։ Ու մի հատ sense նշում կարևոր, պարտադիր չի ստեղ գրված լինի ոչ մի բան կամ գրված լինի boolean։ Ստեղ ինչ էլ գրված լինի, ինքը իրանց դներ բանի մեջ, bool-ի մեջ, ու իրան վերաբերվի որպես այսպես մի հատ բան։ Ոնց որ bool, այս առաջի էլեմենտը 0, հետո bool, էլի 0,
ու bool 11։ Այս bool 11-ը ինքը true է, չէ, որովհետև ոչ զրոյական թիվը, եթե boolean դարձնենք, ճշմարիտ է լինում։ Հիմա եթե սա էլ աշխատացնենք, էլի ինքը տալու է true, որովհետև այս 11-ը ինքը true է, էլի։ Այս էլ եղավ true մեր մոտ։ Այս օքեյ է ժողովուրդ, այս գաղափարը իրենց ինչն է։ Ու միանգամից գրանք իրանց ամենալավ ընկերոջը նայենք, ինքն էլ all-ն է։ All-ն էլ ասում է ամեն ինչ ճշմարիտ է, թե չէ։ True-ն, օրինակ ճշմարիտ է, բոլորը միանգամից ճշմարիտ են։ Այս output-ը դատարկը ճշմարիտ է արդյոք, թե չէ։ Այս ինչ հետաքրքիր բան եղավ, output true։ Մի վարքան։ Լավ, եկեք ես այդ կապված կմտածեմ մի հատ, հիմա չշեղվենք, ոչ չէի նկատել։ Օրինակ any true false true-ն ինքը սխալ է, որտեվ գոնե մեկը կա, որ ճշմարիտ չի, բոլորը չի։ Ու սա նույնպես ոնց որ բռնում է ու ամեն ինչ սենց բուլերի մեջ է, բուլեր ասարկում, նոր աշխատացնում, էլի։ Սա օրինակ այս վերջինը մեր տվեց true։ Հա, վայ, all-ը any-ը գրած դրա համար։ All եթե գրենք, սա կտա մեր մոտ false։ Այս բարձր ժողովուրդ, այս օքեյ էր։ Այս մեկը սկի ինձ օքեյ չէր, ճիշտը որ ասեմ։ Սխի տվեց true։ True տվեց չէ հաստատ։ Ես սա դասից հետո կճշտեմ, ձեզ կգրեմ բանով, չաթով, որ չշեղվենք։ Հիմա մի քանի հատ օրինակներ նայենք, որ ոնց որ փորձեմ էլի ծախել, թե ինչի համար արժի սրանք իմանալ։ Մի հատ մուտք սենց մարդուց input ենք վերցրել ինչ որ տարբեր տեքստեր։ Հիմա ուզում ենք իրենց փորձենք, տեսնենք, արդյոք ինքը մեզ բարևել է, որովհետև բարևել է, մենք է իրան բարևենք օրինակ, էլի։ Իրա ծրագիրը մոտավոր sense մի բան կարող լինի, չէ՞, եթե ուզենանք միտեղ հավաքենք, արդյոք ամեն ինչ ճշմարիտ եղել է, թե չէ։ Մեզ հետաքրքիր լինի, էլի։ Ամեն մի մարդ ճշմարիտ է հավաքել, թե չէ, էլի, որ հետո դրա հետ ինչ որ ուրիշ բան անենք, sense մի հատ բան կլինի, չէ։ User input-ը հավասար է սրան, հիմա ասենք check-երը հավասար, check ոնց որ ստուգումներ դատարկ, ու for in user input, if in հավասար է hello, checks get append true, else checks get append false։ Հերթով անցնի վրաներով, որը true hello-ի հավասար true տա ավելացնի հետագում, որը false, որը hello չի ավելացնի false։ Այս օքեյ է այս օրինակը, պարզ է։ Կառաջարկեք ոնց կարանք այս սա ավելի լավ անենք, ժողովուրդ։ Ստեղ մի հատ բան կա, որ լրիվ անիմաստ է արվում։ Այսինքն եթե սա true-ը append ենք անում true, եթե սա false-ը append ենք անում false։ Փաստը checks append in հավասար է hello-ի։ Ահա, շատ ճիշտ է։ Մա եթե սա հավասար է true-ի, append ենք անում true, չէ՞, կարանք ստեղ ուղղակի գրենք սա, որտեղ սա էլի true է լինելու։ Եթե սա հավասար չլինի true-ի, false-ի հավասար լինի, append ենք անում false, չէ՞, իսկ էլի append ենք անում այս։ Ինքը ստացվում է միշտ պրոստը append ենք անում ինքը հավասար է hello-ի, թե չէ։ Սա նույնն է, ինչ ուղղակի գրենք ստեղ append արա in հավասար է hello, չէ՞։ Եթե ինչ որ հարց կա ստեղ ասեք։ Հիմա ես մեր checks-ը եթե տպենք, հիմա կտեսնենք, որ false, false, true, true, false, false։ Հա, ներողություն, որտեղ սա comment չի արել, երկու անգամ նույն բանը աշխատեց։ Ահա, false, true, false, այ եթե մեզ հետաքրքիր լինի, բոլորն են ճիշտ արել մուտքը, թե չէ, կարանք ուղղակի կանչենք all checks ու կլինի false այստեղ։
Ինչ-որ հարց կա այստեղ, ժողովուրդ։ Լավ, սա իրականում ինձ եթե sense ցույց տային, ես երևի չէի համոզվի, որ էս հավես բան է։ Մի հատ ավելի հարմար ձև ցույց տամ, թե ոնց է գալիս ստուգել արդյոք բոլորը հավասարին չեքսի թե չէ։ Եթե այդ ձևը գայս այն ժամանակ, երբ որ օգտվում ենք list comprehension-ներից։ Հիմա եթե այստեղ գրենք, սա ոնց կարանք list comprehension-ի տեսքով գրենք ժողովուրդ, այսա։ In հավասար է հելու for in user inputs։ Ահա, ճիշտ է։ For e in user inputs։ Մասա եթե գրենք, ահա, շատ ճիշտ է։ Սենց որ գրենք ու սա տպենք, սա լինելու է հենց այս մեր նույն ցուցակը false true false true։ Ու եթե հենց այստեղ միանգամից գրենք all, այսինքն իրան list comprehension-ի հետ միանգամից կցենք, կստանանք այս մեր false-ը։ Նույնիսկ կարանք այս list-ի նշանը չդնենք։ Կարանք այս սենց ուղղակի գրենք, ինքը կրկին նույն ձև կաշխատի։ Այս any ու all-ի հարմարությունն է, էլի, որ սենց ինչ-որ թեթև բան, որ ինքը ընթեռնելի է պրինցիպի in հավասարահելով for in user inputs ու all։ Ստուգում ենք բոլորի երը հավասար են hello-ի թե չէ։ Սա ինձ բավականին ընթեռնելի է թվում անկեղծ ու բավականին ուժեղ է, որովհետև այս all-ը բան է անում, էլի։ Միանգամից ստուգում տալիս է, էլի մեզ։ Եթե մեզ պետք չլիներ այս արժեքները, հակառակ մոտեցումով իրան անիմաստ ինչ-որ փոփոխականի մեջ ենք պահելու, իսկ սենց միանգամից ոտի վրա մեզ ինչ պետք էր հասկացանք ու ինքը ընթեռնելի եղավ։ Այստեղից ինչ-որ հարցեր, ժողովուրդ։ Դե լավ։ Այստեղ կոդի մեջ մի հատ էլ օրինակ կա, որ ուղղակի ստուգենք բոլորը թիվ են թե չէ, դա էլ ուղղակի կլինի get is digit-ով, նույն պատմությունն է, էլի, ու any all ոնց ուզենք կիրառենք։ Եթե կուզեք կարող կոդը հետո նայեք, բայց օգտակար չի լինի երևի զուտ նայել թե ինչ է։ Նույն պատմությունն եմ, էլի, արել ուղղակի նույն օրինակով։ Ճիշտ վերցրել եմ նույն պատմությունով օրինակ։ Մի հատ էլ ուրիշ օրինակ ցույց տամ dictionary-ների հետ աշխատելու համար։ Օրինակ ունենք employees dictionary, որ աշխատողներ, ցուցակ է ինքը, նեղություն ցուցակ, որտեղ dictionary-ներ է։ Հերթով ամեն մեկի մասին ինֆորմացիա, օրինակ Alice-ը աշխատում է engineering-ում արդեն 5 տարի, Bob-ը աշխատում է բանում, HR-ում 2 տարի, ու տենց։ Կարանք այս any all-ով, օրինակ եթե հարց լինի, իսկ ինչ որ մեկը կա, որ 4 տարուց ավել է աշխատում, կարանք գրենք sense բան։ Ամեն մի employee տարիքը ստանալու համար Եթե հերթով ցիկլ պատվենք, ասենք for in, եկեք լավ գրենք for amp in employees։ Առաջարկի սխալ չանեմ, ահա։ Եթե ուզում ենք ստեղ նայենք իր բանը, ինքը մեծա թե չէ, կգրենք amp years, մեծա 4, ու սա ինչ որ միտեղ append կանենք, չէ։ List comprehension-ի տեսքով ինքը կլիներ sense amp years մեծա 4 for amp in employees, չէ, սա կլներ իր համապատասխան list comprehension-ը։ Ու այստեղ եթե գրենք մի հատ any, ինքը կստուգեր կասեր, կա ինչ որ մեկում փորձը 4-ից մեծ է։ Պատկերացրեք ժողովուրդ կարող է արագեր։ Եթե ինչ որ մեկը չպատկերացրեց, ասեք էլի։ Ու ինչ որ ուրիշ օրինակ կա, ինչ որ մեկը որ աշխատում է բանում, ճիշտ արդյոք բոլորն են աշխատում engineering-ում, բոլորը ինժեներ են, թե չէ։ Կարող ենք գրենք all department հավասար engineering for amp in employees։ Սա sense պատմություն։ Ժողովուրդ, այս any all-ից ինչ որ հարցեր կան։ Ես այսքանն էի ուզում ներկայացնել any all-ից։ Արդեն ասում ենք ուրիշ թեմա, էլի։ Մի հատ հարցրի, ինչի՞
n-ին ու all-ը մեզ true false են վերադարձնում, բայց հնարավորություն ունենք, օրինակ մեզ ոչ թե վերադարձնեն true ու false-ը, այլ օրինակ կա ինչ-որ մեկը ու այդ ինչ-որ մեկը հենց վերադարձնում մեզ այդ օբյեկտը կոնկրետ։ Հա, այսինքն ինքը տա թե օրինակ n-ին վերադարձնի true-ի արժեքը։ Ահա։ Ինչքան գիտեմ, նախատեսված չեն, տենց ֆունկցիոնալ չունեն, կարանք մի հատ նայենք իրանց նամակը, իրանց օգնող նամակը։ Չէ, return true if bool x is true for any x in the iterable։ Հա, չէ, զուտ, եթե բոլորը բան են, եթե bool x-ի մեջ ցանկացած x եթե դնենք ճշմարիտ է, վերադարձու ճշմարիտ, զուտ է դա անում, էլի։ Հասկացա, օքեյ, մերսի։ Կարանք մի հատ էս help all-ը նայենք։ Տեսեք, ժողովուրդ, այս հարցի պատասխանը ինքը այս երկրորդ կտորը if the iterable is empty return false։ Ասում է, եթե դատարկ բան է տրված, n-ին վերադարձնում է բան false, եթե իսկ all-ը եթե դատարկ բան տված վերադարձնում է true։ Այնտեղ են մեր հարցի բանը է, որ կախեց ինձ, որտեվ n-ին համ n-ին համ all-ը վերադարձնեն բան, n-ին false վերադարձնի all-ը true, այդ ինչա կատարվում ընդհանրապես։ Պաստորեն հենց տենց գրված են, էլի, ես դիզայնի են տենց այդ ֆունկցիաները։ Լավ է, կակրաս help-ը կարդացինք, իմացանք հարցի պատասխանը։ Մյուս հարցը առաջանում այն, թե ինչի են տենց գրված, որ դրա շուրջ կարելի է մտածել։ Երևի all-ը, եթե դատարկ է վերադարձնի ճշմարիտ, տրամաբանությունը նա, որ դե ոչ մի բան չկա, որ կեղծ է, այսինքն ինչ կա չկա ճշմարիտ է, էլի, ինչ որ տեսանք ինձ, ամեն ինչ տրված է ճշմարիտ է, որովհետև ոչ մի բան չկա, որ կեղծ է։ Գուցե այդ տրամաբանությամբ են ասել, որ եթե դատարկ է վերադարձրու false, իսկ n-ին էլ որ դատարկ է վերադարձնում է true false, դա էլ այնա երևի նշանակում, որ n-ին փորձում է գտնի ինչ որ մի ճշմարիտ, փորձում է գտնի, ոչ մի բան չկա, չի կարող գտնի, վերադարձնում է false։ Ես ինձ համոզեցի, ճիշտ որ ասեմ, չգիտեմ, ձեզ համոզեցի, ինձ արդեն տրամաբանական է թվում այդ պահվածքը։ Պատկերացրեցիք ինչ ասացի, ժողովուրդ։ Դե լավ։ Դե գնանք մեր թազա թեման։ Թազա թեման փոփոխականների տիրույթների վերաբերյալ է, թե local, global այդ երկու բառը երևի լսած կլինեք, ոնց էլ չլինի, թե ոնց է Python-ը գտնում տարբեր փոփոխականներ ու իրենց հետ ոնց է Python-ը գտնում փոփոխականներ, այդքանով երևի նախադասությունը արժի հավարտել։ Ստե մի հատ լավ վիդեո եմ դրել, ու այս վիդեոն մի հատ շատ ընտիր YouTube-ի ալիքից է, այնքան ընտիր է, որ Python-ի օֆիցիալ կայքը մտնում ես, թե որտեղով արժի բան անել, Python սովորել, տեսնում ես այդ տղու YouTube-ի account-ն է դրած օրինակների մեջ։ Իր համ այս վիդեոն կարաք նայեք, համ կարաք իր ուրիշ լիքը վիդեոներ նայեք, ինքը բավականին հաջող է, իր անազգանունը Corey Shaffer է։ Այդ էլ ոնց որ իր ռեկլամը։ Գանք արդեն մեր դասին։ Դասի վերնագիրը ոնց որ leg rule, ինքը local enclosing global built-in, այս իրականում փոփոխականների տիրույթների տեսակներն են, փոփոխականների տեսակներն է ճիշտ։ Այս 4-ն են, մեզ ծանոթ է այս local ու global-ը, արանքում կգնանք այս մյուս երկուսն էլ կուսումնասիրենք թե ինչ են։ Նախ եկեք մի հատ sense օրինակ նայենք։ Ստե գրած օրինակ, ջուրը փոփոխական խմիչք, շատ անհարմար բան եմ դրել։ Սենց մի հատ փոփոխական է, խմիչքը հավասար է ջուր, ու մի հատ ֆունկցիա ունենք def պանիր, որը որ ուղղակի բան անում։ Խմիչքին հավասարեցնում է չայ։ Արհեստական օրինակ է անկեղծ, պրոստը ավելի լավ բան չեմ գրել դեռ։ Հիմա ստեղ եթե տպենք այս print խմիչք, ինչ կլինի ձեզ, ինտուիցիան ինչ է ասում։ Չայ։ Հա, չէ, որտեվ ում ինտուիցիան տես չի ասում։ Ինչ։ No, okay։ Ոնց որ ինչի սա հա որ աշխատացնենք ինքը ստեղ կգա կտպի։ Հա, ներողություն, ֆունկցիան չեմ կանչել, ինչպես պետք է տպի։
աշխատացնենք սա կգա կտպի չայ։ Եթե ստեղ տպենք ջուր, ըստ ձեզ սա ինչ կտպի։ Ներողություն, խմիչք։ Կարծում եմ կտպի ջուր։ Հա, ճիշտ է։ Ինչի։ Սրանք կարող sense վերաբերվենք, որ հա, ասում եմ։ Այս թվաց ինձ է ասում ինչի, ասում եմ ասի։ Չէ, հռետորականներ, բայց եթե կուզես բացատրի, ավելի լավ։ Որտեվ առաջին դեպքում, երբ որ ֆունկցիան կանչում ենք, ֆունկցիայի մեջ մենք ասում ենք տպի խմիչքը, ու ֆունկցիայի մեջ մենք խմիչքը ասել ենք, որ չայի է հավասար, դրա համար ինքը չայ է տպում։ Իսկ երկրորդ դեպքում մենք ֆունկցիային ընդհանրապես ձեռ չենք տալի, տպում ենք խմիչքը, իսկ ֆունկցիայից դուրս խմիչքը ջուր է հավասար, դրա համար ջուր է տպում։ Ահա, հա, շատ լավ։ Ընտիր։ Ես էլ մի հատ վրայից անցնեմ բացատրության, բայց օքեյ էր։ Ոնց որ կարանք sense պատկերացնենք, որ այս ֆունկցիաները իրենք ոնց որ առանձին իրանց ինչ որ մի հատ առանձին տունիկներ լինեն, ասենք պանիր անունով մարդու տունը, ինչ որ գումար անունով մարդու տունը։ Ու այդ տների մեջ մարդիկ տարբեր բաներին իրենց ինչ որ տարբեր սարքերին իրանց ուզած անունները դնեն։ Օրինակ իրանք խմիչքին անվանեն չայ։ Բայց մենք եթե իրանք խմիչքին անվանեն չայ, ու մենք այս պանիր ֆունկցիային ճեսքն այս տան մեջ հարցնենք ինչ է խմիչքը, իրա մեջ ասում են ինքը չայ է։ Դա այդ տանը գործում է այդ օրենքները, այդ տանը տենց են անվանում բառերին։ Բայց այստեղ էս դրսում եթե նայենք, օրինակ էս էլ արդեն Հայաստանն է, ոչ թե բանը։ Այս Հայաստանն է, այստեղ առանձին էս ինչ որ մեկի տունն է։ Հիմա այս ինչ որ մեկի տանը, որ իրանք խմիչքին ասում են չայ։ Խի պետք է այդ մեր վրա ազդի, չէ, չպետք է ազդի։ Նորմալ ուրիշ տներում իրանք մեկը կարան ջուր ասեն իրան։ Դրա համար ինքը այստեղ էս դրսի տարածքում մնում է անփոփոխ։ Մի քիչ տերմիններ եթե գցենք այս ամեն ինչի մեջ, այս ֆունկցիայի ներսում այս խմիչքը լոկալ փոփոխական է, լոկալ տեղային, այստեղի փոփոխական է։ Մենք այստեղ այս տանը սրան ասում ենք չայ։ Կարի հայատար գրեի մի քանի բառ։ Կներեք։ Բայց դա չի ազդում այս դրսինի վրա, իսկ այս դրսինին ասում ենք գլոբալ, ընդհանուր, կախված չի ինչ որ մեկի տների բաներից, ինքը ընդհանուր ոնց որ ընդունված է այսենց է։ Պատկերացեցիք ժողովուրդ։ Հիմա ոնց որ այս որ խմիչքին ասում ենք չայ, հա, լսում եմ։ Եթե խմիչք օրինակ լիս լիներ, կփոխեր, չէ՞, բայց Ինչ լիներ։ լիս լիներ էլի իրա թայթը։ Հա, չէ, այդ հավես հարց է, այսինքն mutable տվյալների տեսակ լիներ, այդ իմաստավոր չէ հարցը։ Ինքը էլի չէր փոխի, որովհետև այս խմիչքը ինքը սահմանված է այս ֆունկցիայի մակարդակով, էլի։ Այսինքն մենք այս կոնկրետ այս մի տանն են սենց ասում իրան, էլի, սենց ասած, ոչ թե ամբողջ Հայաստանով։ Ամբողջ Հայաստանով իրականում սա եթե աշխատացնենք, ինքը կոլաբի պատճառով ճիշտ կտպի, բայց եթե այստեղ մի հատ ուրիշ փոփոխական սարքենք, անունը դրանք ուրիշ փոփոխական, որովհետև ես այսօր ոչ գրացիվ եմ, լավ գրենք ուրիշը հավասար է 4, ու այստեղ տպենք ուրիշ։ Ինքը չի հասկանա ուրիշը ինչա, որովհետև այս ուրիշը սահմանված է մենակ այս մի տանը, ոչ թե ամբողջ Հայաստանով։ Okay։ Բայց շատ հավես էր այդ լիստի հարցը։ Փոփոխվող տվյալների տեսակ եթե լինի, կարող է փոփոխվի, չփոփոխվի։ Շատ կայֆ հարց է, որը որ իմ մտքով օրինակ չէր անցել, երբ որ ես էի սովորում։ Հաջի երբեք չէր անցել։ Ինչ էր հարցեր ստեղից, ժողովուրդ։ Okay։ Այսինքն ոնց որ այս տան մեջ եղած փոփոխականներից խաբարեն մենակ այս տան ժողովուրդը։ Այստեղ եթե տպեմ print ուրիշ, ինքը կկարանա տպի։ Տնից դուրս ամեն մեկը չի, որ պետքա պարտավոր չի իմանա, թե կոնկրետ այս տանը ինչ է կատարվում։ Դրա համար ուրիշ տեղ ինքը արդեն անհասանելի լինում ու ծանոթ չի լինում, թե ինքը ինչ է, էլի։
Այստեղ այս օրինակը արդեն իմաստ չունի, բայց սենց մի հատ հարց, այժմ չէ իմաստ ունի ներողություն։ Այսինքն այս ան ինչ-որ մի հատ գլոբալ փոփոխական է, այստեղ ան հավասար է գլոբալ։ Հիմա եթե ուզենանք այս ֆունկցիայի մեջ իրան փոփոխենք, արժեքը փոխենք, սարքենք մի հատ ինչ-որ ուրիշ բան ու տպենք իրան։ Սա որ անենք, լոգիկան ի՞նչ է հուշում, այս որ այս print ան ինչ պետք է տա, այս վերջի print-ը։ Global. Հա, ահա, շատ ճիշտ է, որովհետև կրկին, այս մի հատ մի տուն չի կարա բռնի փոփոխի, թե սա բոլորը ա փոփոխականում ինչ են պահում։ Դրա համար ճիշտ է, ինքը սկզբում սա կլինի լոկալ, որովհետև այս պրոստը այս տան մեջի print-ն է։ Հետո կտպվի ստեղ գլոբալ, որովհետև տան մեջի արված բաները չեն ազդում։ Շատ ճիշտ է։ Բայց գուցե ինչ-որ դեպքում ուզենանք, որ ազդեն, այսինքն փոփոխվեն իսկականից։ Դրա համար կա մի հատ հատուկ բանալի բառ, keyword կոչվող։ Պետքա փոփոխականը փոխելուց առաջ գրենք global a, ու այստեղ արդեն կնշանակի, որ ոնց որ այս տանը, որ ան փոխում են, ինքը ոչ թե զուտ տան ան է, այլ այդ global ընդհանուր ան է։ Ու սա եթե աշխատացնենք, կտեսնենք, որ համստեղի էս print ան է 3, համստեղի էս print ան է 3, որովհետև այս տանը արդեն այս global-ը ոնց որ բարձրախոս լինի, էլի, այս global-ով որ ասում ես a, ոնց որ սաղ փողոցով գոռա, սաղ փողոցը արդեն իմանում է, որ արդեն ան հավասար է 3, էլի։ Պատկերացեցիք, ժողովուրդ։ Դե բարի։ Local global-ը ծածկեցինք, իսկ ինչա այդ enclosing-ը, ոնց որ enclosing-ը ես պատկերացնում եմ որպես տես փաթաթող enclose անող, տես մեջից փակող, էլի։ Ահա, ինքն էլ գայս է այն դեպքերում, երբ որ ֆունկցիայի մեջ կա ֆունկցիա, իսկ տան մեջ ինչ որ բան, փոքր երեխան ասելա, գիտեք ինչ, ես իմ սենյակ ունեմ, իմ սենյակում իմ օրենքներն ա գործում, ես իմ սենյակում փոփոխականային ոնց կուզեմ, տենց էլ կանվանեմ։ Այդ այս դեպքերի համար մի հատիկ էլ պահ կա, ահա, ստեղ օրինակ ունենք անհավասար է գլոբալ, ու ստեղ այս ֆունկցիայի մեջ, որ կա ֆունկցիա, լոկալը մենք անենք այն ամենատեղայինին, էլի, ստեղ այն ամենատեղային, ամենակոնկրետը, այդ մեր այդ պուճուր սենյակն է, չէ։ Ստեղ կարելի է գրել անունը տուն ու սենյակ, որ հասկանալի լինի ավելի։ Ահա։ Հիմա այս սենյակն է ինքը լոկալ բան, սենյակն է այն ամենապուճուր օբյեկտը։ Իրա մեջի փոփոխականը լինում է լոկալ փոփոխական։ Իսկ հիմա եթե կա մի հատ ուրիշ ֆունկցիա, որ իրան ներառում է, այդ դրա փոփոխականների տիրույթ է, դրա այդտեղ տեղի ունեցող ամեն ինչը անվանվում է enclosing։ Enclosing տիրույթ է, այսինքն այդ ֆունկցիային փաթաթող ֆունկցիայի տիրույթ է, էլի։ Պատկերացեցիք, ժողովուրդ, ու իսկ այս դրսի կոդը, այդ ֆունկցիայից դուրսը ինքը էլի համարվում է բան, գլոբալ կոդ, էլի։ Okay։ Ուստեղ աշխատում է այդ մեր նույն լոգիկան, այսինքն սենյակում տեղի ունեցող բանը տան համար օրենք չի, տանը տեղի ունեցող բանը Հայաստան ամբողջ երկրի համար օրենք չի։ Սա եթե աշխատացնենք, ստեղ է սրա մեջ էս ինքը լոկալ է, այստեղ էս ան ինքը enclosing է, enclosed ավելի ճիշտ, ստեղ այս երրորդի մեջ ինքը զուտ գլոբալ է։ Ահա։ Okay, ու հիմա եթե նույն ձև ասենք էս ոնց է որ տանը ուզում էինք ամբողջ երկրի համար փոփոխություն անենք, հիմա եթե սենյակում ուզենանք ամբողջ տան համար փոփոխություն անենք, սենց ասած, եթե այնտեղ պատուանը բացում ենք, պատուանից գոռում ենք, հիմա եթե ուզենանք սենյակի դուռը բացենք, դռնից գոռանք ու փոփոխենք մի բան։ Ստեղ գրում ենք non-local։ Այսինքն ասում ենք, այսինքն պետքա լոկալ լիներ։ Հիմա ասում ենք, չէ, գիտես ինչ, դու լոկալ չես լինի, բայց չենք էլ ասում, որ դու գլոբալ կլինես։ Այն արանքի բանը այդ non-local-ն է։ Ինքը իմ կարծիքով շատ հարմար անուն չի, որտեղ non-local հələ չի նշանակում, པարզ չի միանգամից թե ինչ նշանակում non-local։ Իսկ եթե enclosing լինել օրինակ իր անունը ավելի հասկանալի կլիներ, բայց կարծես կարող sense պատկերացնեք, էլի, եթե global-ը այդ global-ներ ու այս մեկն էլ ուրեմն պետք է լինի այն մյուսը, էլի, sense ասած։ Sense ասած այս ֆունկցիայի մակարդակով global է, էլի։
Այս տան մակարդակով այդ հաջորդ քայլը այդ սենյակն է, էլի։ Այստեղ եթե գրենք non-local, այս օրինակը տեղը կգցի ինձ թվում է, non-local AUL անհասարը local ու նորից աշխատացնենք, կտեսնենք, որ այս որը որ enclosing են ինքը արդեն դառավ local, որտեղ այս սենյակը կարողացավ տան մակարդակի փոփոխություն անի։ Պատկերացրեք ժողովուրդ, օքեյ էր էս։ Դա լավ, բարի։ Միվերկան էսի օրինակ եմ դրել, closed and closed։ Հա, ու sense մի հատ հա, ու բան եկեք արդեն գանք բանին, այդ օրենքին, leg օրենքին։ Leg օրենքը ասում է հետեւյալը, որ ֆունկցիան երբ որ փոփոխականի արժեք ենք ուզում փնտրենք, փնտրելը տեղի ունենում հետեւյալ հերթականությամբ։ Հիմա եթե օրինակ բան պատկերացրեք, ասենք բան, ինչ որ մեկը հարցնում է, ասում է հերոսով խոսում եմ, ինչ որ մեկը ասում է Վալոդը ո՞նց է, օրինակի համար օրինակ, էլի։ Ես ինչ պետք է պատասխան լավ, եկեք պարույր ասենք, էլի, երեկվա պատվին, նրանք ոնց պարույրը ո՞նց է։ Ես ինչ պետք է մտածեմ, ինձ զանգերեն հարցում են պարույրը ո՞նց է, այդ երևի իմ ախպեր պարույրի մասին է խոսքը, չէ՞, եթե ինձ են զանգել, ինձ են հարցնում, ես պարույր ախպերանով մարդ չունեմ, բայց ոչինչ։ Պետքա իմ ախպոր մասին չէ պատմեմ։ Հիմա եթե ես չունեմ պարույր անունով ախպեր, երևի իմ կուրսեցի պարույրի մասին են ասում, պետքա գնամ մի քիչ ավելի բարձր մակարդակ, պատմեմ իմ կուրսեցին ո՞նց է։ Եթե կուրսեցի էլ չունեմ, կմտածեմ ասում, կարող է պարույր սևակի մասին են խոսում, իրանից են հարցնում ո՞նց է, ինչ լավ օրինակ չստացվեց, բայց լավ։ Այսինքն իմ փնտրելու հերթականությունը լինելու է ոնց որ ինձ հարազատից դեպի ընդհանուր, չէ։ Հիմա Python-ում էլ տենց ինքը սկզբում փնտրելու է ոնց որ փուճուր իր սենյակում, այդ լոկալում է փնտրելու։ Լոկալում եթե գտավ, ըհը, ընտիր, գտանք, շատ լավ է։ Եթե չգտավ, գնալու է տանը մանգա։ Տանը եթե գտավ, էլի կրկին ընտիր։ Եթե տանը չգտավ, գնալու է արդեն փողոցով ընկնի մանգա։ Դե փողոցով չգտավ, գալու է այս built-in-ին, այս built-in-ը գլոբալից հետո է կողմը։ Built-in-ը դա նա ինչ հենց Python-ի մեջ է տեղի ունենում, էլի։ Ոնց որ եթե մի քիչ ուրիշ օրինակով պատկերացնենք, ինչ որ էգզիստենցիալ հարցի բան ենք փնտրում, այդ սկզբում մեր մեջ ենք փնտրելու դրա պատասխանը, հետո գնալու ենք փնտրենք մեր շրջապատի մեջ, հետո գնալու ենք փնտրենք մեր երկրի մեջ, որով ապրում ենք, հետո գնալու ենք փնտրենք այնտենց այնպես քրիստոնեություն ու այնպես հավատքները դες դեն դիմենք, այն ամենահիմնարար թե ոնց է ստեղծվեց, ինչեր է դրվել, այլ դրանց մեջ փնտրենք։ Built-in տիրույթը դա նա որ հենց Python-ի մեջ սարքած Python-ի մեջ ծրագրած այն Python-ի հիմնական բլոկերի բաներն է, էլի, այն built-in-ն էլ, էլի։ Եկեք մի հատ տպեմ built-in-ի ինչա որ բարձ լինի, այս import built-in-ից եթե ասես տպեմ, այն ամենահիմնարար բաներն են, այս error-ները օրինակ, որ հենց Python-ի մեջ մխած են, թե error-ները ինչեր են։ Warning-ներ, zero division error, ABS ֆունկցիան, all ֆունկցիան, any ֆունկցիան, որ հենց Python-ի մեջ գլոբալ գալիս են, էլի։ Ու ոնց որ փոփոխականն էլ ման են գալու։ Սկզբում l լոկալում, այսինքն այստեղ, եկեք այստեղ եթե տպենք, այս մեկ օրինակ, այստեղ գրած է a։ Ինքը an լոկալում չգտավ, այստեղ չկա a այս ֆունկցիայի մեջ։ Գնում է այս դրսի մասն է նայում։ Այս պանիրում գտավ, գրած է enclosed։ Այստեղ է իրան օգտագործում ու տպեց enclosed, էսա enclosed։ Եթե չգտներ, գնալու էր գլոբալում անգա։ Թե գլոբալում է չգտներ, գնալու էր նայ, ասի կարող է Python-ը ստեղծելուց են իրան դրել։ Ինքը կոդից էլ է դուրս, հենց Python-ի մեջ է։ Ու այդտեղ եթե գտներ, կասեր ըհը հավասարացրեցի, եթե չգտներ, կասեր not defined։ Հուհ։ Ոնց որ հեսքանը։ Հարցեր ժողովուրդ ստեղից։ Նայեք, ես մի քիչ թեթև գործանում ես ընթացքում, մինչև հարց եք մտածում, որ չմոռանամ հետո։ Կամ ընդհանուր այսօրվա դասից։
Ջան, նորմալ է։ Սրա մենակ մի հատիկ վարժություն կա իրականում, որ կարելի է փոխել այդ ռեկուրսիվ Fibonacci-ի վարժությունն է։ Իր հետ ավելի շատ բանի ժամանակ կառնչվեք, էլի, հենց բուն պրակտիկայի ժամանակ կառնչվեք։ Եթե ուզենաք ինչ-որ լրացուցիչ վարժություն, կարող եք ինձ գրեք, ես փորձեմ ինչ-որ մի բան գտնեմ կամ մոգոնեմ, ուղարկեմ դա փորձեք անել։ Բայց ոնց որ սրանից այն բուն պրակտիկան գալու է հենց բանի ժամանակ, աշխատանքի ժամանակ, էլի։ Հավանաբար գալու է աշխատանքի ժամանակ, էլի, որ առնվազն լոկալ գլոբալի խնդրին ոնց է չլինի առնչվելու եք օրինակ։ Պանիրները փոխված են տնով, իսկ համով պանիրը արդեն սենյակ է։ Հարցեր կան ինչ-որ ժողովուրդ, եթե չէ, մոտ պրինցիպի այսքանն էր, տեսական էլի։ Ես մի հատ արագ բան հարցնեմ։ Այն որ մենք չենք կարող փոփոխականի անունները դնենք բանալի բառեր, բայց եթե դնում էինք ու ինքը ճիշտ աշխատում էր։ Հենց այս սկզբունքի շնորհիվ էր, որ մենք օրինակ set-ը չենք օգտագործել, բայց կարող ենք set բառը օգտագործենք։ Հա, չէ, շատ լավ տեղին հարց է։ Հիմա երբ որ այստեղ գրենք օրինակ print-ը հավասար է 4, ու աշխատացնենք print բարև, ի՞նչ է տեղի ունենալու։ Python-ը գալու է, կա լավ, եկեք այստեղ գրենք print բարև, ավելի հավես կլինի։ Հա չէ, եկեք չգրենք, հեսա գրած է print։ Ինչ է տեղի ունենում, ստե գրած է print։ Python-ը ասում է ինչ է այս print-ը, հələ մի վարքյան։ Նայում է տանը, նայում է սենյակում։ Սենյակում print չկա, չի գտնում։ Բայց նայում է տանը, տանն էլ print սահմանված չի, չգրած չի print-ը հավասար է ինչ-որ բան։ Օգտագործած է, բայց սահմանված չէ, այսինքն տանն էլ չկա։ Գնում է global dash, փողոցով է ընկնում։ Փողոցում տեսնում է, որ գրած է print-ը հավասար է 4։ Հոպ, գտավ print-ը, իրան օգտագործում է։ Հիմա ասում է 4-ին ասում է վերցրու այս 1 գծիկ ան, 4-ը ասում է ես ախր 4 եմ, ես թիվ եմ, ես ինչ գիտեմ, ոնց տպեմ ինչ-որ բան ու error անգնում։ Այստեղ հենց դրա պատճառով է, որ հերթով ինքը այսպես ընդլայնվելով, փնտրելով գնում է, ու ստեղ որ գրում ենք ինքը իրան շուտ է գտնում, չի հասցնում գնա ոնց որ Python-ի աստվածների գրված print-ին հասնի։ Մեր ինչ որ մարդկային print-ին է հասնում, որն էլ որ աստվածային չի աշխատում, էլի։ Okay։ Այս հարցը շատ լավ է։ Ես կհիշեմ հաջորդ անգամներ բացատրելուց սա կնշեմ երևի։ Կներեք, որ ձեր հետ դասի ընթացքում եմ նշումներ անում, ոչ թե մեկ ավելի էֆեկտիվ է, էլի։ Մենք այդ դաս խոսում էինք, բռնում էր կորոնայի ժամանակ էր դասերը, լավ, երևի հետաքրքիր չի։ Կարծած իր դասերի հավաքած նյութերի մեծ մասը նրա շնորհիվ է, որ մեր հետ դասերի ժամանակ սխալ էր գտնում ու դառնում էր sense հատիկ սիմվոլները գտնելով, դզելով գնում էր, մենք էս նայում ենք, ժապրի մարդը նյութն ասա արքում իրա։ Չեմ ուզում ես էլ տենց անեմ, էլի։ Բայց այդ դաս խոսին սիրում եմ։ Դե լավ ժողովուրդ, կարանք բան անենք, եթե ինչ-որ ուրիշ հարց չկա, կարք ինչ-որ մի հատ վարժություն, եթե կուզեք, ասեք, եթե գրենք ու ծվրվենք այսօր, կամ պրոստը ծվրվենք այսօր։ Ես ավել բան չէի պլանավորել, ճիշտն ասած։ Չեմ ուզի էլի ինչ-որ նոր թեմա մտնենք, որտեվ տեղը լավ չեմ հասցնի անեմ, էլի։ Ինչու՞ մեկ կուզի ինչ-որ վարժության վրա աշխատենք, ասենք profound-ից ինչ-որ վարժություն, կամ պրոստ ինչ-որ վարժություն, կամ ինչ-որ թեմա կուզի կրկնենք, կարա ասի, հիմա այդ անենք։ Եթե ոչ մի տենց բան չհնչի, պրոստը կվերջացնենք դասը։ Այսօր մի քիչ կարճ կլինի։
ինձ ասել են, որ իմիջիայից ես որ ասում եմ, դե մենք կսպասենք մինչև սպասեմ մինչև այս 10 կամ 15 բան, այս ռեկորդինգի ժամանակը։ Այդ իրականում սաղի մոտ կարող տարբեր լինի, որտեղ ամեն մեկի մոտ իր կպնելու պայից է ցույց տալիս։ Հենց որ հիմա որ ասեմ կսպասեմ մինչև 30-ը, ձեզ ոչ բան չի ասի։ Հենց որ ես ձեզ կասեմ, որ կսպասեմ եւս 35 վայրկյան, որի մոտ դառնա 00։ Եկեք ընթացքում մեր պլաններից մի քիչ պատմեմ։ Իրենք իրականում ինձ էլ ակնհայտ չեն, թե ոնց կլինի։ Ես չեմ ուզում, ես ինչ որ մի հատ ավանդական հերթականություն ունեմ բանի, թե ոնց եմ դաս անցկացնում էլի, որ դրանով կուրս եմ արել, բայց ուզում եմ մի քիչ շեղվեմ, դրա համար ինձ էլ մի քիչ շեղվեմ, որ մի քիչ ավելի շատ բան անենք, էլի, sense խնդիրներ բանման։ Դրա համար կարող է ինչ ասում եմ փոփոխվի, բայց հավանաբար ըստ պլանի մենք հաջորդ դասին ես մի քանի նշում կանեմ ֆունկցիաներից ու կկասեմ ռեկուրսիայի գաղափարը, ձեզ տնային կտրվի այս 1-2-ը, դրանից հետո կամ կխոսանք մի հատ թազա գաղափարի մասին, որի անունն է մոդուլներ, այդ օրինակ որ ասում ենք import random կամ import բան, import ինչ ենք անում, եկել string, այդպես բաները ու ոնց մերը ստեղծել, թեթև ասած մերը ստեղծել էլի, եսի ինչ չի լինելու։ Ու հետո կգանք այս տնայինը 7-ը կլինի, կամ էլ ես կշարժվեմ այս Profound-ի առաջարկած հերթականությամբ ու կգնանք արդեն կլասներ, կլասը այդ են օբյեկտ օրիենտացված ծրագրավորում, եթե այդ տերմինը լսել եք, դրա այդ ֆունդամենտալ բլոկն է, ու այդ դրանից արդեն ոնց որ ավանդական ճանապարհներով որոշ չափով կշարունակենք։ Մենք նաև այս միջինի մակարդակից դուրս ենք բաներ ծածկելու, էլի, էս էլ է ենթաբազմությունները, ինչ մենք անելու ենք։ Ահա։ Պլանը մոտավորապես տենց է։ Այս երրորդ բաժինը չենք անելու ամեն հավանականությամբ, որովհետև լավ, դրա ժամանակ կհիմնավորեմ, թե ինչի չենք անելու։ Ու մի խոսքով։ Տենց բաներ։ Տենց պլաններ։ Իսկ այս սաղ որ բրծնենք, լավ, բրծնենք նոր, ասեմ, անիմաստ է այսքան շատ առաջ են գնալու երևի։ Դե լավ ժողովուրդ, տենց բաներ։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Եթե հարցեր լինի կամ եթե զգաք, որ ինչ-որ բան իրականում չեք հասկացել այս դասից, խաբար արեք, այդ սյուժետը ինձ բավական հավանական է թվում։ Դե լավ, տնայիններն էլ եկեք կպեք, որ sense Profound-ը sense կանաչ գնա։ Կարա այն լրացուցիչները կանաչ չլինի, բայց մնացած sense տնային կանաչ լինի, ասենք վախ ինչ կանաչ է։